Բարև ձեզ, Արցախի հանրային հեռուստատեսության եթերում հետհաշվարկն է։ Խաղի կանոնները չեն փոխվել, նույնն են, ինչպես գիտենք, յուրաքանչյուր խաղի մասնակցում է 2 թիմ, թիմերում խաղում են 5-ական խաղացողներ, տրվում են հարցեր, հարցերի համար դուք ունեք 1 րոպե ժամանակ, լինելու է ձայնային ազդանշան, վերջի 10 վայրկյանների ժամանակ նույնպես լինելու է, րոպեն ավարտվելուց հետո նույնպես լինելու է ձայնային ազդանշան։ Առաջին ձայնային ազդանշանի դեպքում դուք պետք է ձեր պատկերացրած ճիշտ պատասխանը գրեք գրատախտակին։ Ճիշտ պատասխան է հաշվելու այն պատասխանը, որը գրված է գրատախտակին։ Եթե ձեր բանավոր պատասխանն ու գրատախտակի վրա գրված պատասխանները տարբերվեն, մենք ճիշտ ենք հաշվելու գրատախտակի վրա գրված պատասխանը։ Եթե գրատախտակի վրա 2 պատասխան լինեն, ապա ճիշտ ենք հաշվելու առաջին գրած պատասխանը։ Ցանկացած ճիշտ պատասխանի դեպքում թիմը լքելու է 1 խաղացող։ Թե ինչպես է լքելու այդ խաղացողը որոշելու ենք վիճակահանության միջոցով։ Թիմի ավագը մեկ անգամ ունի վետոից օգտվելու իրավունք։ Եթե չի ցանկանում, որ տվյալ խաղացողը լքի խաղը, օգտվում է վետոյի իրավունքից։ Եթե թիմի ավագը հեռանում է խաղից, այդ դեպքում վետոյի իրավունքը անցնում է ողջ թիմին եւ ողջ թիմով են որոշում մնալու է տվյալ խաղացողը, թե դուրս է գալու։ 4-4 հաշվի դեպքում, եթե ունենում ենք 4 համահավասար ճիշտ պատասխաններ, խաղում ենք մինչև առաջին ճիշտ եւ սխալ պատասխան։ Այսքանը խաղի կանոնների մասին։ Այսօր մեր հետ խաղում են Հայրենիք եւ Մուլք թիմերը։ Սկսենք։ Ներսիսյան Արմեն, Գալստյան Կարինե, Հակոբյան Գրիգորի, Հայրապետյան Էլադա և Սայլյան Ռուզաննա։ Մուլք, Համբարձումյան Սոնա, Ավետիսյան Մետաքսե, Միրզոյան Արմինե, Ջավադյան Մերի, Գասպարյան Նվեր։ Միջև խաղին անցնելը հիշեցնեմ, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղ մրցույթը անց է կացվում Արցախի հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Որակավորման փուլ, խաղ 3-րդ, հետհաշվարկը սկսված է, հարց առաջին։ Սեբաստիան Սմին գրում է, որ 19-րդ դարում Ֆրանսիայում նրանք, ովքեր նախընտրում էին լինել այդպիսին, հաճախ համարվում էին կամ վարակի կրողներ, կամ հոգեկան հիվանդներ եւ նույնիսկ առաջարկում էին նրանց զրկել ընտրական իրավունքից։ Ովքեր են նրանք։ Սեբաստիան Սմին գրում է, որ 19-րդ դարում Ֆրանսիայում նրանք, ովքեր նախընտրում էին լինել այդպիսին, հաճախ համարվում էին կամ վարակի կրողներ, կամ հոգեկան հիվանդներ, եւ նույնիսկ առաջարկում էին նրանց զրկել ընտրական իրավունքից։ Ովքեր էին նրանք։ Տասնյորդ դարում Ֆրանսիայում նրանք, ովքեր նախընտրում էին լինել այդպիսին, հաճախ համարվում էին կամ վարակի կրողներ, կամ հոգեկան հիվանդներ, եւ նույնիսկ նրանց կարող էին զրկել ընտրական իրավունքից։ Ովքեր էին նրանք։ Ժամանակ։ 1 վայրկյան։ Սիրելի Մուլք, ձեր պատասխանը։ Մարմնավաճառները։ Հեղափոխականները։ Սեբաստիան Սմին գրում է, որ 19-րդ դարում Ֆրանսիայում նրանք, ովքեր նախընտրում էին լինել այդպիսին,
հաճախ համարվում էին կամ վարակի կրողներ, կամ հոգեկան հիվանդներ, եւ նույնիսկ առաջարկում էին նրանց զրկել ընտրական իրավունքից։ Նրանք ամուրիներն էին։ 19-րդ դարում Ֆրանսիայում ընտանեկան ակտիվիստները առաջ են քաշել այն գաղափարը, որ տղամարդը, ով չի ցանկանում ամուսնանալ, սխալ մարդ է, կամ վարակի կրող է, կամ խելագար։ Նա ծափահարենք հարցին։ Դայան Դիսնեյը մինչև 6 տարեկանը չգիտեր, որ իր հայրը հայտնի մուլտիպլիկատոր է։ Երբ դասընկերները նրան ասացին այդ մասին, նա տուն վերադառնալով սպասեց Վոլտին եւ արեց դա։ Ինչ փոխարինեցինք անել դա բառով։ Դայան Դիսնեյը մինչև 6 տարեկանը չգիտեր, որ իր հայրը հայտնի մուլտիպլիկատոր է։ Երբ դասընկերը նրան ասաց այդ մասին, նա տուն վերադառնալով սպասեց Վոլտին եւ արեց դա։ Ինչ փոխարինեցինք անել դա բառերով։ Ինչը փոխարինեցինք անել դա արտահայտությամբ։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Սկզբից սկսենք հայրենիքից, խնդրեմ։ Հորից վերցրեց ավտոգրաֆ։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Միացնել հեռուստացույց։ Միացնել հեռուստացույց։ Դայան Դիսնեյը մինչև 6 տարեկանը չգիտեր, որ իր հայրը հայտնի մուլտիպլիկատոր է։ Երբ դասընկերը նրան ասաց այդ մասին, նա տուն վերադառնալով սպասեց Վոլտին եւ ինքնագիր խնդրեց։ 1-0 խաղի հաշիվը բաց է։ Հակոբյան Գրիգորին է լքում խաղը։ Օգտվում են վետոյի իրավունքից։ Սայլյան Ռուզաննան է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 1-0, մենք շարունակում ենք։ Հին եգիպտական դիցաբանության մեջ աշխարհը ստեղծող աստվածների զույգը կյանք է տվել մնացած աստվածներին։ Այս զույգը պատասխանատու էր նաև X-ի համար։ Անվանեք X-ը։ Հին եգիպտական դիցաբանության մեջ աշխարհը ստեղծող աստվածների զույգը կյանք է տվել մնացած աստվածներին։ Այս զույգը պատասխանատու էր նաև X-ի համար։ Որն է X-ը։ Բացի մնացած աստվածներին կյանք տալուց, էլ ինչի համար էր պատասխանատու այս երկու աստվածները։ Ժամանակ։ Խնդրեմ ձեր պատասխանները սերունդների Նրանց ֆունկցիաների։ Մնացած աստվածների ֆունկցիաների հետաքրքիր մոտեցումը։ Հին եգիպտական դիցաբանության մեջ աշխարհը ստեղծող աստվածների զույգը կյանք է տվել մնացած աստվածներին։ Այս զույգը պատասխանատու էր նաև Նեղոս գետի համար։ Նունն ու Նուանեթը աստվածների առաջին զույգն են, որոնցից սերվել են մյուսները։ Տրամաբանական է, որ հին եգիպտացիների համար աստվածները, ովքեր կյանք են տվել բոլոր մյուս աստվածներին, պատասխանատու են գետի համար, որը կյանք է տալիս մարդկանց։ Խաղի հաշիվը չի փոխվել, 1-0, մենք շարունակում ենք։
Արաբական ասացվածքն ասում է. լավագույն լեզուն զսպված լեզուն է, իսկ լավագույն խոսքը մանրակրկիտ մտածված է։ Երբ մարդը խոսում է, ապա նրա բառերը պետք է լինեն ավելի խելացի, քան ինչից խելացի պետք է լինեն մարդու բառերը։ Արաբական ասացվածքն ասում է. լավագույն լեզուն զսպված լեզուն է, իսկ լավագույն խոսքը մանրակրկիտ մտածված է։ Երբ մարդ խոսում է, ապա նրա բառերը պետք է լինեն ավելի խելացի, քան ինչը։ Հայրենիք, դուք պատասխան ունեք, թե ժամանակը կարող եմ կանգնեցնել, թե պատասխան։ Եթե պատասխան ունեք, ավելորդ ժամանակ չծախսենք։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Միտք, Քան միտքը, Քան լռությունը։ քան լռությունը։ Լավագույն լեզուն զսպված լեզուն է, իսկ լավագույն խոսքը մանրակրկիտ մտածված է։ Երբ մարդը խոսում է, ապա նրա բառերը պետք է լինեն ավելի խելացի, քան լռությունը։ 1-1 Գասպարյան նվեր, ինչ ենք անում։ Վետո։ Հետաքրքիր խաղի դասավորվածություն ստացվեց։ Ջավադյան Մերին է լքում խաղը։ Ծխելը դադարեցնելու կամ դադարելու առաջին փորձը գրանցվել է 1679-ին։ Ֆինլանդացի մի ոստիկանապետ իր օրագրում գրել է. Ես այսօր թողնում եմ ծխելը։ Իսկ ինչ է նա գրել 1 ամիս անց։ Ծխախոտ արտադրող ընկերությունները այս հարցի համար պետք է որ ինչ շնորհակալություն հայտնեն։ Ծխելը դադարեցնելու առաջին փորձը գրանցվել է 1679 թվականին։ Ֆինլանդացի մի ոստիկանապետ իր օրագրում գրել է. Ես այսօր թողնում եմ ծխելը։ Իսկ ինչ է նա գրել 1 ամիս անց։ Տասը վայրկյան։ Ժամանակ։ Խնդրում եմ, երբ որ 10 վայրկյանի ազդանշանը լինում է, գրեք, որպեսզի հարց չառաջանա։ Խնդրեմ, ձեր պատասխանը։ Ես դեռ մնում եմ նույն կարծիքին։ Ես դեռ մնում եմ նույն կարծիքին։ Բավականին լավատես եք։ մենք էլ ես սխալվեցի։ Ես սխալվեցի։ Ծխելը դադարելու առաջին փորձը գրանցվել է 1679-ին։ Ֆինլանդացի մի ոստիկանապետ իր օրագրում գրել էր. Ես այսօր թողնում եմ ծխելը։ 1 ամիս անց նա ոչինչ չի գրել, նա պարզապես մահացել էր։ Թե ինչից, բայց այդպես էլ որևէ գրառում չի կատարել։ Սիրելի գիտակներ, սիրելի հեռուստադիտող, նկարով հարց։ Ավարտեք 3 բառով այս նկարում ձմեռ պապիկի արտահայտությունը։ Քանի անգամ պետք է ասենք։ Ես ավարտեք, խնդրում եմ ձմեռ պապիկի արտահայտությունը։ Քանի անգամ պետք է ասեք։ Երեք բառով, ժողովուրդ, 3 բառ պետք է գրեք։
Ես եւ հետո 3 բառ։ Դեռ ժամանակ ունեք։ 10 վայրկյան։ Եթե ունեք պատասխան, ես ավելորդ վայրկյանները չծախսեմ։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Ես կարմիր գլխարկը չեմ։ Բարձր ձեր պատասխանը։ Կարմիր գլխարկը չեմ։ Քանի անգամ պիտի ասեք։ Ես կարմիր գլխարկը չեմ։ 2-2։ Եվ մուլք թիմը լքում է Գասպարյան նվերը։ Ներսիսյան Արմենն է լքում ձեր թիմից։ Խաղի հաշիվն է 2-2, ուշադրություն հարցը։ Ճանապարհորդ Կոլա Սերգանը Հավայան կղզիներում հայտնվելով դրանցից մեկի կողքին սկսեց խոսել շշուկով։ Ասացեք, ինչի մասին է խոսքը 2 բառով։ Ճանապարհորդ Կոլա Սերգանը Հավայան կղզիներում հայտնվելով դրանցից մեկի կողքին սկսեց խոսել շշուկով։ Անվանեք դրանք 2 բառով։ Ինչեր են դրանք։ Հավայան կղզիներ հայտնվելով դրանցից մեկի կողքին սկսեց խոսել շշուկով։ Անվանեք դրանք 2 բառով։ Տասը ժամանակ։ Խնդրեմ ձեր պատասխանները։ Գալապագոսյան կրյաներ։ Գալապագոսյան կրյան, հետաքրքիր պատասխան։ Հարգելի, չկա։ Հայրենիք, չկա։ Խոսքը քնած հրաբուխների մասին է։ Ծափահարեք հարցին։ Խաղի հաշիվը չի փոխվել։ Վստահ եմ, որ այս հարցը ճիշտ պատասխան է ունենալու։ Մի պատմվածքում հերոսը իմանում է, որ մարդիկ, ովքեր աշխատել են անապատում, ամենաշատը գնահատել են կոկտեյլի այս տեսակը, որը բաղկացած էր 2 մասից՝ առաջինից եւ երկրորդից։ Անվանեք առաջինը եւ երկրորդը։ Մի պատմվածքում հերոսը իմանում է, որ մարդիկ, ովքեր աշխատել են անապատում, ամենաշատը գնահատել են կոկտեյլի այս տեսակը, որը բաղկացած է 2 մասից՝ առաջինից եւ երկրորդից։ Անվանեք առաջինը եւ երկրորդը։ Անապատում աշխատող մարդիկ ամենաշատը գնահատել են հենց այս կոկտեյլը, որը բաղկացած էր առաջինից եւ երկրորդից։ Անվանեք առաջինը եւ երկրորդը։ Տասը վայրկյան։ Ժամանակ, խնդրեմ։ Կակտուս եւ ավազ։ Կակտուս եւ ավազ, բավականին դաժան եք դուք։ Սառույց եւ ջուր։ Սառույց եւ ջուր։ Ջրածին եւ թթվածին H2O ճիշտ պատասխան չունենք։ Խաղի հաշիվը մնում է նույնը 2-2 նկարով հարց։ Պատասխանեք երկար մատ բառով ինչ է գովազդում այս պաստառը։ Երկ արմատ բառով։ Ինչ է գովազդում այս պաստառը։
Ինչ է գովազդում այս պաստառը։ Պատասխանեք երկարմատ բառով։ Տասավարկյամ։ Ժամանակ, պատասխան ունեք մուլք, Ոչ։ չունեք, դուք էլ չունեք։ Պաստառը գովազդում է աուդիոգրքեր։ Ուշադրություն հարց։ Ծաղրանկարիչ Էշլի Բրիլյանտը իրավացիորեն կարծում է, որ երկրի վրա ապրելը թանկ է, բայց մեզանից յուրաքանչյուրն ամեն տարի անվճար ճանապարհորդում է։ Ինչ ճանապարհորդության մասին է խոսքը։ Ծաղրանկարիչ Էշլի Բրիլյանտը իրավացիորեն կարծում է, որ երկրի վրա ապրելը թանկ է, բայց մեզանից յուրաքանչյուրն ամեն տարի անվճար ճանապարհորդում է, բոլորը, անխտիր։ Ինչ ճանապարհորդության մասին է խոսքը։ Երկրագնդում ապրող բոլոր մարդիկ պարտադիր կերպով ամեն տարի անվճար ճանապարհորդում են։ Ինչ ճանապարհորդության մասին է խոսքը։ Տասավարկյան։ Ժամանակ, համբերություն։ Պատասխան ունեք։ Մտավոր։ Մտավոր։ Երկրագնդի պտույտը։ Հասկանալի է ձեր պատասխանը։ Ծաղրանկարիչ Էշլի Բրիլյանտը իրավացիորեն կարծում է, որ երկրի վրա ապրելը թանկ է, բայց մեզանից յուրաքանչյուրն ամեն տարի անվճար ճանապարհորդում է։ Այո, բոլորը ճանապարհորդում են Արեգակի շուրջ։ Մենք ունենք ճիշտ պատասխան 3-2։ Միրզոյան Արմինին է լքում խաղը։ Խաղի հաշիվն է 3-2, ուշադրություն հարցը։ Այն հարցին, թե որտեղ կցանկանար ընկնել մահից հետո դրախտ թե դժոխք, Չապլինը պատասխանել է։ Մի կողմից դրախտ, որովհետև այնտեղ լավ եղանակ է։ Մյուս կողմից դժոխք, որովհետև այնտեղ ինչ կա։ Այն հարցին, թե որտեղ կցանկանար ընկնել մահից հետո դրախտ թե դժոխք, Չապլինը պատասխանել է։ Մի կողմից դրախտ, որովհետև այնտեղ եղանակը լավ է։ Մյուս կողմից դժոխք, որովհետև այնտեղ ինչ կա այնտեղ։ Չապլինի մասին է խոսքը։ Տասավարկյան։ Մի կողմից լավ եղանակն է, մյուս կողմից ինչը։ Ժամանակը սպառված է, 1 վայրկյան համբերություն։ Խնդրեմ ձեր պատասխանը։ Մենք շատ տարբերակներ ունենք, բայց կարծում ենք խմիչք կա։ Խմիչք կա, Չապլինին խմիչքներ է հետաքրքրում։ Կրակ։ Կրակ կա։ Ձեր կարծիքով եւ խմում էր եւ ծխում միանգամից։ Դրա համար էլ ուզում էր դժոխքում հայտնել։ Լավ եղանակա միտեղ էլ տականալու համար պայման տալի։ Պարզ է ձեր պատասխանը։ Մի կողմից դրախտ, որովհետեւ այնտեղ լավ եղանակ է, մյուս կողմից դժոխք, որովհետեւ այնտեղ է լավագույն հանդիսատեսը։
Մենք ճիշտ պատասխան չունենք եւ շարունակում ենք։ Ուշադրություն հարց։ Բրազիլական Վիկտորիա ֆուտբոլային ակումբը 2012-ին հետաքրքիր ակցիա է կազմակերպել։ Ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել համազգեստով, որի վրա սովորական կարմիր գծերի փոխարեն սպիտակ գծեր էին։ Մի քանի օր անց մեկ սպիտակ գիծ կրկին կարմրեց, հետո եւս մեկը եւ այսպես աստիճանաբար թիմը սկսեց կրկին խաղալ ավանդական համազգեստով։ Ինչ ակցիա է անցկացրել ակումբը։ Հետագայում սկսեց կարմրել։ Բրազիլական Վիկտորիա ֆուտբոլային ակումբը 2012 թվականին հետաքրքիր ակցիա է կազմակերպել։ Ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել համազգեստով, որի վրա սովորական կարմիր գծերի փոխարեն սպիտակ գծեր էին։ Մի քանի օր անց մեկ սպիտակ գիծ կրկին կարմրեց, հետո եւս մեկը եւ այսպես աստիճանաբար թիմը սկսեց կրկին խաղալ ավանդական համազգեստով։ Ինչ ակցիա է անցկացրել ակումբը։ Սպիտակը գնալով կարմրել է։ Ամեն անգամ նոր կարմիր գիծ է հայտնվել համազգեստի վրա։ 10 վայրկյան։ Ժամանակ։ Խնդրեմ ձեր պատասխանները։ Մենք կարծում ենք, որ ուռուցքի դեմ պայքար է։ Ուռուցքի դեմ պայքար է։ Խնդրեմ։ Մենք էլ կարծում ենք, որ ամեն անգամ խաղալուց հոգնում են, այսինքն զարյատկը սելը։ Հասկացա։ Ձեր պատասխանները պարզ։ Բրազիլական Վիկտորիա ֆուտբոլային ակումբը 2012-ին հետաքրքիր ակցիա է կազմակերպել։ Ֆուտբոլիստները խաղադաշտ էին դուրս եկել համազգեստով, որի վրա սովորական կարմիր գծերի փոխարեն սպիտակ գծեր էին։ Մի քանի օր անց մեկ սպիտակ գիծը կրկին կարմրել է, հետո մյուսը եւ այսպես շարունակ։ Ինչ ակցիա են իրականացրել ակումբը։ Արյան դոնորների արշավի մասին է խոսքը։ Որքան շատ արյուն են հանձնում երկրպագուները, այնքան ավելի շատ կարմիր շերտեր է վերադառնում մարզաշապիկի վրա։ Խաղի հաշիվը չի փոխվել, 3-2 ուշադրություն հարցը։ 1930 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ը ուշադրություն դարձեք։ Հունվարի 30-ից փետրվարի 10-ը անց է կացվել հոկեյի աշխարհի առաջնություն։ Ինչու այն անցկացվեց 3 երկրներում, սկզբում Ֆրանսիայում, հետո Ավստրիայում, իսկ հետո Գերմանիայում։ 1930 թվական։ Հունվարի 30-ից փետրվարի 10-ն է անցկացվել։ Հոկեյի աշխարհի առաջնությունը 30 թվականին։ Այն անց է կացվել 3 երկրներում, սկզբից Ֆրանսիայում, հետո Ավստրիայում, իսկ վերջում Գերմանիայում։ Ինչու։ Երեսուն թվական, հունվարի 30-ից փետրվարի 10։ Հասցվարկեմ։ Ժամանակ։ Խնդրեմ, ձեր պատասխանը։ Օլիմպիական խաղեր։ Օլիմպիական խաղեր։ Կարծում եք ամենացուրտ եղանակը, որտեղ աստիճանաբար Նորից։ ամենացուրտ եղանակ, այսինքն աստիճանաբար Ֆրանսիայում ավելի ցուրտ է լինում այդ ժամանակ, հետո Ավստրիա, հետո Գերմանիա։ Ձեր պատասխանը պարզ է։ 1930 թվականի հունվարի 30-ից փետրվարի 10-ը անց է կացվել հոկեյի աշխարհի առաջնությունը, ինչու է այն անցկացվել 3 երկրներում, սկզբից Ֆրանսիայում, հետո Ավստրիայում, իսկ հետո Գերմանիայում։ Եղանակի անսպասելի տաքացմամբ այդ տարիներին հոկեյի մրցումներն անց էին կացվել բաց երկնքի տակ գտնվող հարթակներում, բնական սառույցի վրա։ Անսպասելի տաքացումը խանգարեց մրցումները Ֆրանսիայում ավարտին հասցնել, հետևաբար հաջորդ հանդիպումները տեղի ունեցան Ավստրիայում
եւ Գերմանիայում, որտեղ ավելի ցուրտ եղանակ է։ Ձեր պատասխանը ընդունվում է որպես ճիշտ պատասխան։ 4-2 եւ ձեզնից մեկը կմնա կատարյալ միայնության մեջ։ Խաղը կլքում է Համբարձումյան Սոնան։ Խաղի հաշիվն է 4-2, ուշադրություն հարց։ Շատերը չեն հավատում դրա գոյությանը։ Այնուամենայնիվ Կանտը կարծում էր, որ ցանկացած մարդկային գիտելիք սկսվում է դրանից։ Եվ ասում են, որ դա ընդգծում է կամ առանձնացնում է միայն նրանց, ովքեր ունեն այն։ Ինչի մասին է խոսքը։ Խնդրեմ, նորից կկարդամ, իհարկե։ Շատերը չեն հավատում դրա գոյությանը։ Այնուամենայնիվ Կանտը կարծում է, որ ցանկացած մարդկային գիտելիք սկսվում է դրանից։ Եվ ասում են, որ դա ընդգծում է, առանձնացնում է միայն նրանց, ովքեր ունեն այն։ Այն ինչ է։ Տասը վայրկյան։ Դուք ունեք պատասխան։ Շատ լավ, մեկ վայրկյան։ Ընկերություն։ Արդեն ժամանակը լրացավ։ Կարիք չկար։ Խնդրեմ, ձեր պատասխանը։ Երևակայություն։ Երևակայություն։ ինտուիցիա։ Շատերը չեն հավատում դրա գոյությանը, այնուամենայնիվ Կանտը կարծում է, որ ցանկացած մարդկային գիտելիք սկսվում է ինտուիցիայից։ Եվ ասում են, որ դա ընդգծում է, առանձնացնում է նրանց, ովքեր ունեն այն։ 4-3 եւ խաղը լքում է Գալստյան Կարինեն։ Ուշադրություն հարց։ 2018 թվականին մի ընկերություն թողարկեց հագուստի բացառիկ խմբականակ։ Հազվագյուտ կենդանիների պատկերներով։ Պատկերները գունավոր եւ եռաչափ չէին, բայց գնորդներին դուր եկավ գաղափար։ Անվանեք այդ ընկերությունը։ «2018-ին մի ընկերություն թողարկեց հագուստի բացառիկ խմբականակ։ Բացառիկ։ Հազվագյուտ կենդանիների պատկերներով։ Պատկերները գունավոր եւ եռաչափ չէին, բայց գնորդներին դուր եկավ գաղափարը։ Անվանեք այդ ընկերությունը։ Բավականին հայտնի ընկերություն։ Հազվագյուտ տեսականի խմբականակ։ Ժամանակը սպառված է։ Ձեր պատասխանը։ Լակոստ։ Ձեր պատասխանը։ Պումա։ 2018 թվականին մի ընկերություն թողարկեց հագուստի բացառիկ խմբականակ, հազվագյուտ կենդանիների պատկերներով։ Պատկերները գունավոր եւ եռաչափ չէին, բայց գնորդներին դուր եկավ գաղափարը։ Ընկերությունն իհարկե Lacoste-ն է։ 5-3 եւ բավականին հետաքրքիր եւ դիտարժան պայքարում Մուլք եւ Հայրենիք թիմերի միջև հաղթեց Մուլք թիմը։ Տափահարենք մի հատ։ Ինձ մնում է միայն հիշեցնել, որ հետհաշվարկ ինտելեկտուալ խաղամրցույթն անց է կացվում Արցախի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ Առողջ եք։